Այս փաստաթղթում կարմիր գծով գնում է եկեղեցին եւ ռուսները։ Օրինակ 5-րդ փուլում քննարկում է Փաշինյանին ու մերձավորներին եկեղեցուց հեռացնելու հարցը։ Դե եկեղեցին են իրանց կազմակերպությունն է։ Տեսակ ցուցակը կառավարության Այդ տերտերներ կային։ Սրբազաններ են, որոնք արդեն նախարար են։ Տեսեք, երբ որ մենք ասում ենք այդտեղ լուրջ խնդիր կա եւ Աստծո տունը վերածել են ամեն ինչի բացի Աստծո տանից, ասում են կան հարցեր, որոնց մասին չեն խոսում եւ չեն պատասխանում։ Այդտենց յուրաքանչյուր բանի կարելի է պատասխանել։ Նրանք ասում են ներգրավել հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմային կառույցները, վանական միաբանությունները եւ ծխական համայնքները Սփյուռքում։ Ես կարծում եմ, որ ակնհայտ է բոլորի համար, որ Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա։ Անեցքի ծրագիր, գիտեք որ անեցքի ծրագիրը Պետրոս Կտրիչի հարցը պետք է հենց հայ առաքելական եկեղեցին լուծի։ Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա եւ նա հեռանալու է, որովհետեւ չի կարող իր անձը դնել եւ իր անձի շուրջ իր իշխանությունը պահելու համար ամբողջ հայ առաքելական եկեղեցին վարկաբեկել։ Ես առաջարկում եմ մի տեսանյութ դիտել հենց եկեղեցու կոնտեքստում եւ վերադառնանք։ Մայրաթորը միացած է միշտ։ Առանց վեհապար հայրապետի օրհնության մենք չենք գործում։ Հայոց հայրապետը ինքն է մեր հայրը, մեր օրհնողը, մեզ առաջնորդողը, ամեն ինչ։ Դուք կարծում եք, որ այս ծրագիրը նույնպես անցել է հայրապետի օրհնությունը։ Ես արդեն վախենում եմ որևիցե դատողություններ անել, թե ներսում ինչա կատարվում, որովհետև տեսեք, նախ մի հատ բան պատմեմ բոլորին, երբ որ մենք գնացել էինք մարտաճարի բացմանը, մի հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ։ Դրա մասին կամ չի գրվել, կամ շատ քիչ է խոսվել։ Այդտեղ կա աղոթքի մեջ, որտեղ որ հայրապետի անունն են տալիս, վեհապար հայրապետի անունն են տալիս, եւ բոլոր սրբազանները պետք է ոտքի կանգնեն։ Եվ աչքս զարնեց, որ ընդամենը 2 հոգի, եթե չեմ սխալվում, ոտքի կանգնեցին, ու ինձ թվաց ինչ որ դե ես բնական է լավ չեմ տիրապետում բոլոր ծիսական այդ կանոններին, չհասկացա ինչա կատարվում։ Եվ ես վստահեցնում եմ ձեզ, որ ներսում բնական է այդ իրավիճակը եւ ներքին խժդժությունները, ինչպես բոլոր կուսակցություններում հաճախ լինում են, այդ ներքին խժդժությունները այդ կուսակցությունում էլ կա եւ վստահ եմ, որ այս ամբողջը մենք պետք է դիտարկենք, ինչպես արդեն ասացի, մի ամբողջական շղթայի մեջ։ Տեսեք, ստանալ ռուսական հայազգի օլիգարխների աջակցությունը եւ միջոցները։ Ձեր կարծիքով Սամվել Կարապետյանը ուղղակի կապ ունի այս ամենի հետ, թե ոչ։ Ես հույս ունեմ, որ ինքը գիտակցում է, թե ինքը ինչ process-ի մեջ է մտել։ Ես չգիտեմ, ինքը կան տարբերակներ, որ դրսից են իրեն ասել, որ ինքը մտնի այս process-ի մեջ, կա տարբերակ, որ ներսում է ինքը այդ որոշումը ինչ որ ճնշումների հետևանքում կայացրել, բայց ես կարծում եմ ինքը պետք է գիտակցի, որ Հայաստանի Հանրապետությունը պետություն է, եւ եթե ինքը չի կարող իրեն թույլ տալ, օրինակ Ռուսաստանի Դաշնությունում ասել խմբակ, որը զավթել է կամ որևիցե բան, 5 վայրկյանում օթում կունե զրկեին, դատային տարբեր բաներով, իսկ ստեղ կոչ անելու պարագայում եւ բաներ ասելու պարագայում, որոնք մեջը քրեական տար կարող են պարունակել, պետք է պետությունը չարձագանքել։ Այսինքն ինքը շղթայի մաս է։ Գիտակցված թե չգիտակցված միանշանակ այո։ Գիտակցված թե չգիտակցված, ես հույս ունեմ, որ չգիտակցված, որտեվ ուզում եմ տենց լավը պատկերացնել, բայց միանշանակ մի մաս է։ Այսինքն ինչա ոնց է ստացվում, այսինքն դու պետք է գաս ասես, որ Հայաստանի Հանրապետություն կասկած կա, որ իշխանությունը ընտրված է։ Չեմ քննարկում լավն է, վատն է։ Մեկի համար լավն է, մեկի համար վատն է։ Բայց իշխանությունը ընտրված է, այսինքն լեգիտիմ իշխանություն է։ Գալ ասել խմբակ եւ մենք մեր ձևերով այդ հարցերը կլուծենք իրանց, եթե քաղաքականությունը, դեսեք քաղաքականության մեջ մի ձև կա, դա քաղաքականությունն է։ Քաղաքականության մեջ եթե չի լինի, հոկտեմբերի 27 տեսած երկրում ասել մենք մեր ձևերով կլուծենք, այս ամեն ինչը շղթա չի, հա։ Լավ, թող շղթա չլինի։ Բասում են նա մեծ բարերար է, նույնիսկ կառավարական տներն է
կառուցել, ոնց եք նման բայրարին այդպես վերաբերում։ Բայց պետք է մենք դա էլ հասկանանք։ Այսինքն փաստացի ստացվում է, որ ինչ որ մասնավոր Սերժ Սարգսյանին կաշառք է տվել, հա, ոնց կարա օրինակ ինչ որ անհատ կամ ընտանիք կառուցել ինչ որ տուն, որտեղ ապրում է Սերժ Սարգսյանը կամ ապրել է Սերժ Սարգսյանը, այդ ժամանակ ապրում էր։ Եվ կառուցել առանձնատուն Սևան քաղաքում, վերակառուցել ինչ որ այլ պետակ, այսինքն դա ինչ որ բանի դիմաց է արվել, պետությունը ինչ որ դա պետք է հասկացվի, այսինքն այդ հայտարարությունը, որը արվում էր իբր մեզ վարկաբեկելու, մեր համար ոչ մեկ ոչ մի բան չի կառուցել։ Փառք Աստծո, ասեմ ավելին, 2018 թվականից հետո այդ բոլոր դեպքերը, այդ ձևերը, որ ենթադրենք ինչ որ բարերար, ինչ որ ծախս պետության վերցնում է իր վրա, կտրականապես մերժվել է, փակվել է այդ թեման։ Պետությունը ինքը ծախս ունի, չգիտեմ, հյուպատոսարան բացի ինչ որ երկրում դեսպանատուն բացելու, մեզ պետք չի որ մեր սիրելի սփյուռքահայ բարեկամները ինչ որ ձևով աջակցեն, իրանք իրանց բանով։ Հիմա ինքը փաստացի հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի համար տուն է կառուցել, կարծում եմ Սերժ Սարգսյանը պետք է սրան պատասխանի։ Ինքը ոնց է ապրել մի տան մեջ, որ իրան Կարապետյանների ընտանիքն է փաստորեն նվիրել։ Ինչի դիմաց։ Այդ արդեն թող իրավապահները պարզեն։ Մի ասպեկտ կա բլոգերներ, լրագրողներ, սոցիալական ցանցեր, որ տարիները մարդկանց պարզապես terror-ի են ենթարկում եւ ստեղ է նպատակը գրվում է, որ քաոս, խուճապ, անկումային տրամադրություններ եւ ասում է 500-ից 50-ից 100 բլոգերներ Telegram-ում, ալիքներում, TikTok-ում, Twitter-ում, Facebook-ում, YouTube-ում եւ մեկնաբանների բանակ, եւ որ մտնում են տակը գրում են, մենք զզվում ենք ձեզնից դուք թուրքամետ եք, թուրքացի եք եւ այլն 500 հոգի, որոնք արժեզրկում են իշխանական հարթակները։ Ոնց կարելի սրանց հարցը։ Չգիտեմ, բայց մենք դա եթերային ահաբեկչություն է։ Մենք մի քանի օր առաջ տեսանք, որ լրագրող իրեն անվանող լրագրող մեկը, որին ես լրագրող չեմ համարում, մի մարդու Գաբրիել Ջեմբերջյան, եթե չեմ սխալվում, ուղղակի սրտի կատված էր հասցնում։ Ուղղակի ուզում է այդ մարդը եթե տեղ մահանար, ասենք ուղղակի տեսակ ինչ է կատարում եւ այդ հարցը պետք է լուծել։ Հիմա տեսեք եկեղեցու մասով ասում ենք եկեք թափանցիկ լինենք, ասում են դուք խառնվում եք եկեղեցու գործերի մեջ։ Ասում ենք կլինի դուք ինչքան հարկը ցույց տաք, հարկ վճարեք, մենք այդ հարկը հետ վճարենք, հետ տանք։ Եթե ինչ որ բան էլ պետք է, ավելացնենք, բայց թափանցիկ լինի։ Ասում են չէ դուք դա բանը, ասում են կուսակրոն եք, ասում են դուք խառնում եք որ գործերի, այսինքն նույնը անում է լրատվական դաշտը։ Լրագրողին կամ թերթի սեփականատիրոջը ասում ես դու գալիս ես ինչ որ բաներ ես խոսում պետական մարմինների մասին, լավ ես անում, դա քո իրավունքն է։ Չինովնիկների մասին խոսում ես, լավ ես անում, դա քո իրավունքն է։ Բայց կլինի մի հատ հասկանանք դու, չգիտեմ, կոսմոսից ես սնվում, սատանայի կողմից ես սնվում, Աստծո կողմից ես սնվում, որտեղից է այդ փողը, որ դու քեզ 4 հատ բնակարան ես առնում ու գլուխ գովում դրա մասին։ Որտեղից է այդ տարածքները, որոնք դու վարձով ես տալիս, ասում ես դա այն ժառանգություն։ Ուզում ես կան որտեղից է այդ ամեն ինչը։ Հայաստանի Հանրապետություն լրատվական դաշտը անկախ է, 34-րդ տեղն ենք։ Այդպես ցուցանիշ Հայաստանը երբեք չի ունեցել ու շատ երկրներ մեզնից առաջ գնացած, ասենց երկրի բան չեն ունեցել։ Բայց պետքա թափանցիկ լինի եւ լրագրողներ կան, ես շատ հարգալից եմ վերաբերվում, շատ լրագրողների, որոնք ինձ նույնիսկ այդպես շատ ծանր իրավիճակի մեջ են հաճախ չեպազրույցների ժամանակ դնում, հարգանքներս իրենց։ Բայց կան կիլլերներ, կներեք ես բառը, կիլլերներ, որոնց համար իդեպ տարբերություն չկա։ Ով փողը կտա, չես հասկանում, ինքը լրագրող է, պահիտակ քրեական ենթամշակույթի կրող է, պահիտակ, չգիտեմ, քաղաքական գործիչ է, ինքը հարց է տալ, ինքը հարցի մեջ պատասխանը դնում է, ասում է ճիշտ եմ ասում, ու ասում է լրագրող է։ Ստեղ մի հետաքրքիր մեթոդիկա, ինչպես ասում են, կա։ Տեսեք ինչ ասում, բացատրող ծաղրանկարներ Փաշինյան եւ թուրքական դրոշ։ Ասում են ինչ պետք անեն լրագրողները։ Եկեղեցին շղթայված եւ ժողովուրդը դատարկ սեղանի առջև։ Եկեղեցին շղթայել են իրենք, կոլաժը։ Եկեղեցին շղթայել են իրենք, սարքել են իրենց համար բիզնեսի տեղ, վարչապետը, ես, մեր բազմաթիվ թիմակիցներ, մենք խորը հավատացյալ մարդիկ ենք, ունենք մեր մեղքերը, ունենք մեր սխալները, ոչ մեկ այդ դրանից ապահովագրված չի, բայց մեր համար եկեղեցին արժեք է։ Այն խոսակցությունը, տեսեք, հիմա սրբազան
Բագրատ Գալստանյանին ձերբակալել են տերորիստական ակտ կազմակերպելու կասկածանքի բերումով։ Հիմա էլի վեր են կենալու, ասել են սա հարված է եկեղեցուն։ Հետո էլի բանապարզվելու ասել են հարված է եկեղեցուն, դա այդ ինչ է, այդտենց պաշտպանիչ շերտ է, հա, ինչ ուզում ես անում ես, եթե ասում վեղարը հագնում ես, ասում ես ես ինչ ուզենամ կանեմ։ Տենց են արել էլի։ Պաշտպան, այս ամենը ցավոք ունի նաև եթե հավատանք աշխարհակաղակական։ Հնարավոր է անհրաժեշտ լինի բոլոր առանցքային դերակատարները հավաք մեկ չեզոք երկրում ռուսական կողմի ներկայացուցիչ մասնակցությամբ։ Ինչպես կմեկնաբանեք։ Միշտ Հայաստանի Հանրապետությունը տարբեր կենտրոնների կողմից ցանկություն ա եղել ու լինելու է ինչ որ ձևով ներխուժել եւ մեր գործերին խառնվել։ Արդեն մեր իմաստությունից է գալիս, թե որքանով մենք դա թույլ կտանք։ Ես վստահ եմ, որ մենք այլևս դա թույլ չենք տալու, մենք չէ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դա այլևս թույլ չի տալու։ Հասկացել ենք, էլի, սա հասկացել ենք։ Հիմա հենց այդ թեկուս այդ ռուս ներկայացուցի օրինակով բերեմ, այս վերջերս ռուսական հեռուստաընկերության որոշ ռուսական պաշտոնական հեռուստաընկերությունների որոշ ներկայացուցիչներ փորձեցին մտնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մեջ եւ ես ակնհայտ կարող եք տեսնել Հայաստանի Հանրապետության ժողովրդի արձագանքը։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հասկանում է, որ դրսից այո ուզում են Հայաստանի Հանրապետությունը ֆորպոստ ասնել։ Բայց դա տեղի չի ունենալու եւ այդ գործողությունները հակառակ ազդեցություն են ունենալու, ես համոզված եմ, որ դա չի աշխատելու։ Թող չփորձեն։ Ձեր կարծիքով ազգային ժողովի ընդդիմադիր ֆրակցիաները, նրանց ղեկավարները այս process-ի հետ կապ ունեն թե ոչ։ Վերջացել են իրանք։ Վերջացել են։ Չկա ոչ Սերժ Սարգսյան կա այսօր քաղաքական դաշտում, ոչ Սերժ Սարգսյան, ոչ Քոչարյան, ոչ Սերժ Սարգսյան։ Նրանք քաղաքական դիակներ են, որոնք ցավոք սրտի ուզուրպացրել են ընդդիմադիր դաշտը եւ չեն թույլ տալիս, որ նոր ընդդիմադիր ուժեր ձևավորվեն կամ կլանում են այդ մարդկանց փչացնում են, բառից բուն իմաստով փչացնում են քաղաքական գործիչ որպես եւ ուզուրպացրել են, մտածում են թե իրենց քրեական գործերը ներկայացնելով որպես քաղաքական հետապնդում ինչ որ մարդիկ մոռանալու են մարտի 1-երը, հոկտեմբերի 27-ները, օպերացիա կալցոները, մտածում են որ դա իրենց փրկելու է, չի փրկելու, հերթով, շարքով, կարգով Միգուցե երկաթե մանդատի գործողությունը տնտեսական մասով տեսանելի է շատ, իսկ մնացած մասով տեսանելի չի, բայց դա էլ է լինելու։ Պրծավ, անցել է այդ ժամանակը, վերջացել է։ Բոլորը պետք է պատասխան։ Տեսեք, երբ Սերժ Սարգսյանի ժամանակ Սասնալ ծռերը գրավեցին ոստիկանական գունդը, մենք դատապարտեցինք, չէ՞, ասենք որ մենք այստեղ Սերժ Սարգսյանի կողքին ենք, պետության կողքին ենք։ Սերժ Սարգսյանի կողքին չենք, պետության կողքին, որտեղ Սերժ Սարգսյանը պետություն չէ։ Նախագահ Եվ այստեղ երկու կարծիք չկա։ Ես հիմա կարդում եմ հանրապետականների գրածները, քոչարյանականների գրածները, նրանք այդպես ռիսկ չեն անում անթակույց, բայց սատարում են Բագրատին, ասում են, բայց ոնց որ տես տերորիստ չի, բայց մարդը դուք անում են ինչ որ դուք 18 թվին էիք անում։ Փորձում են, բայց գլուխները կախելու են, լռելու են, հայ ժողովուրդը բռնություն չի սիրում։ Ակնհայտ է, որ տերորիստական ակտ են պատրաստել, ակնհայտ է։ Սաղ դնենք մի կողմ։ Այս վերջի դրվագը, զենքերը իր անոնսը, իր գործողությունը ակնհայտ է։ Ես չեմ ուզում խախտել որևիցե մեկի ամեղության կանխավարկածը։ Իմ համար, որպես քաղաքացի, որպես մարդ, որը տեսնում է, լսում է, հետևում է, ակնհայտ է դա։ Ես այլ կարծիք չեմ կարծում, որ ունեն մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Այս սարսափելի չի, որ քաղաքական համակարգի կողմից չկա միանշանակ դատապարտում։ Երեք նախագահներն էլ ձեն չեն անել։ Ինչ անեն։ Ինչ անեն։ Դատապարտեն տերորիզմը։ Չեն կարող, իրանք չեն կարող դատապարտեն։ Դրա մեջ չի որ այդ Բագրատ Սրբազանը իրենց մարդն է կամ։ Իսկ դուք ցուցակը կարդացել եք։ Այն որ պետք է իրենց օգնեն։ Այո, դուք ցուցակը կարդացել եք։ Այո։ Ղարաբաղցիները պետք է օգնեն։ Այն մնացած ինչ որ մարդկանց անուն են տալի։ Ես վստահ եմ որ այդ մարդիկ կարող են նույնիսկ չեն իմացել որ այդ ցուցակում հայտնվել են։ Բայց ընդրում թվերով է գրած, սա 20000, սա 8000։ Այո, կամ ասենք մարդկանց նկատմամբ վերաբերմունքը, ինչ բառերին օգտագործում, չգիտեմ ով էր այդ ձայնագրության մեջ, մարդկանց անասուն, ինչ էր ասում։ Անասունն է։ Անասուն։ Ժողովուրդ անասուն ժողովուրդ։ Խորը անասուն ժողովուրդ։ Խորը անասուն։ Խորը անասուն ժողովուրդ։ Էս ի՞նչ է։ Մեկ ժեխ են ասում, մեկ խորը անասուն են ասում, մեկ զոմբի են ասում, մեկ ինչ ասես ասում են, հետո գալիս են աստծուց են խոսում ու իշխանություն վերցնելուց են խոսում լուրջ։ Ես առաջարկում եմ նավետ կտորը լսենք եւ վերադառնանք տաղավար։ Պետք է բան անել, ինչ անունը, վարել էլի մարդկանց մեջ
ճրակը վարել, որ իրանք էլ հասկանան, չէ, մենք էլ ենք մասնակից process-ի։ Այո։ Պետք է տեսնես կարելի Անասուն ազգը, անասուն խորը անասուն ազգը, ամեն ինչում ուզում է լինի սեփականատեր եւ հիմնադիր։ Դա համար պետք է ասել ախպեր process-ի համահիմնադիրը դու ես, այլ քո ձայնը լսվել է։ Արտուրի ասել դա տեխնոլոգիա է, դա պետք է կիրառվի։ ոչինչ չանալ։ Ներ գործողությունը մտնում է ջահ, մտնում է։ Ասում ես մեկը ավտոկովարի, մեկը խանութ վիճակի։ Հիմա իրենք պետք է կոնտրոլ անեն, չեն կարող 15 ժամ թողան, որ ավտոները վարվեն, փողոցները փակեն, տղերուհուները դարերը քաշեն փակեն գետին։ Չեն կարող կոնտրոլը դուրս է նշանակում։ Դիներցը որ ոստիկանները ծրված ընդեն, մենք կարող ենք մտնել առավոտները գելի մնալու հավաքવા պարտանալու չէ։ Սենց է։ Աստեղ սկսվի, ոստիկանները ծրվեն ընդեն, ծրվածանալները ունդեն մնի, ես ինքը մնացած եմ մտենք, պաղվածան ժող հավատվի, այդ շողք են մտենք։ Մարդիկ տեխնոլոգիա են կիրառում։ Դա անասունները չեն հասկանում այս տեխնոլոգիայով բերենք, որ հեղաշրջման մասնակից լինեն։ Իրանց վերաբերմունքն է, դամալ ունենք այն ինչ որ ունենք, իրանց հույս ընտրությունները չի, այդ նույն փաստաթղթի մեջ, եթե նկատել եք, էլի ընտրությունների մասին խոսք չկա։ Մի օրում Չէ, մի օրում չէ, ասում եմ ժամանակավորապես, եթե նայեք, կտեսնեք, եթե չեմ սխալվում, կարող ենք ստուգել, բայց ժամանակավոր էլի կառավարության, ժամանակավոր վարչապետի, ժամանակավոր ղեկավարի մասին է խոսքը։ Իրանք չեն ուզում այդ ժողովրդից ձայն վերցնեն, գրվեն, չէ։ ժողովրդին Չէ, նույնիսկ բանից հետո, նույնիսկ այսպես ասած իշխանություն ստանձնելուց հետո Նաև չեն ուզում պատասխանատվություն վերցնել։ Այսօր մեզ մեղադրում են, ասում են դուք կպած եք ձեր աթոռներին եւ այլը, իրանք լավ գիտեն, չէ, որ այսօրվա իշխանություն լինելը դա խաչ է, որը որ մենք տանում ենք, մեր առաքելությունն է, որը որ տանում ենք։ Այն փողերը, որոնք իրանք աշխատել են, այդ չինովնիկի հասկացողությունը այլևս չկա եւ գոյություն չունի, սա աշխատանք է, քրտնաջան ծանր ու պատասխանատու աշխատանք է։ Մեր աշխատանքային խնդրեմը դա Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրն է, պատերազմի, հնարավոր պատերազմի վտանգի ավելացում նվազեցումն է։ Էսա հա կպած եք ձեր աթոռներից։ Դուք ինչից եք կպած, ուզում եմ հասկանալ։ Արյուն, զենք, երեք նախագաներից խոսեցիք, հա։ Իրար մեջ վիճեն, այն մի նախագան մտածի վերջի իր տարիների ընթացքում ում մի հատ էլ վատություն անի, իր այդ չար նախանց էությունից ելնելով, այն երկուսը իրար մեջ վիճեն, թե ով ավելի, բան հետո վերջում բարիշեն, հա։ Իդեպ ուզում եմ անդրադառնամ այդ իրանց մեջի վեճին, հա։ Գյումրիում մենք բոլորը ասում էին, Գյումրիում Մարտուն Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանը դրանք մի թշնամիներ են։ Դրանք արյուն կա, դուք Գյումրին չգիտեք ինչ է, այնտեղ այդ ինչ Հասիբով տղեկը երբեք չեն արյան վրա Ինչ արեցին։ Հետո ինչ արեցին։ Արեցին։ Հիմա ես այդ քաղաքական երկվորյակների Քոչարյանի Սերժի բանն էլ չեմ մտածում, այն մեկի մասին էլ ասել եմ, այնի մտածում է իր վերջի տարիների ընթացքում ում մի հատ էլ վերջում մի հատ վատություն անի, նոր հրաժեշտ է։